Բարև ձեզ, պարոն Սիմոնյան, շատ շնորհակալություն, որ մեզ հյուրընկալեցիք մեր սիրելի հարազատ Գյումրիում։ Ուզում եմ լսել այսօր Կարեն Սիմոնյան պատանու մասին, ինչ կապվածություն կա ձեր եւ Գյումրիի միջև։ Մանկության տարիները շատ քաղցր են եղել։ Չնայած այդ դժվար տարիներին, երկրաշարժից հետո հետևած դառնությունը ճաշակեցինք։ Այդ ժամանակահատվածը նաև պատերազմական էր, բայց ամեն ինչ քաղցր էր։ Քաղցր էր, որովհետև կար հավատ, կար հույս, կար վաղվա օրվա համար ապագայի տեսլական։ Յուրաքանչյուրս մեր մասով փորձում ենք ամեն դառնության մեջ սեր փնտրել եւ ուրախություն մեզ ստացվում էր։ Այն ջերմությունը, որ մենք ունենք այդ տարիների, ափսոսում եմ, որ այսօր պակասել է։ Գյումրու սիրտը հենց այս հրապարակն է, որտեղ հին շենքերը իրանց ճարտարապետությամբ, լուսավոր փողոցները, մարդկային շարժը օրվա տարբեր ժամերի ցույց է տալիս հենց գյումրեցու կենսուրախ տրամադրությունը, որտեղ յուրաքանչյուր հյուրի պատշաճ հյուրընկալում են եւ ցույց են տալիս հենց իսկական գյումրեցու վառ օրինակը։ Ցանկացած քաղաք Հայաստանի իր առավելությունն ունի, հա, իր համն ու հոդն ունի, բայց որպես գյումրեցի փորձեմ ցույց տալ այդ տարբերությունը, չասեմ առավելություն, տարբերությունը ցույց տանք։ Գյումրին ավելի շատ հումորի քաղաք է եղել, մշակույթի, արվեստի, եւ դրանք հենց փաստերով են արձանագրվել, հենց մեր Մհեր Մկրտչյանը, որը աշխարհի լավագույն դերասանների մեջ փայլում է, այն Ֆրունզիկի դեմքին, որ նայում ես, զգում ես էլի, որ հենց դերասանն ինքն է։ Մեկ հայացքի մեջ ամեն ինչ կա, եւ խինդ կա, եւ ծիծաղ կա, եւ լաց կա, եւ տխրություն կա, եւ մտահոգություն կա։ Ցանկացած իր կադրը ստոպ տվեք ֆիլմից եւ կհասկանաք, որ այս խոսքերի մեջ ճշմարտությունն ինչ չափ ունի։ Հետո մեր գրողները, Ավետիք Իսահակյանը, մեր մեծությունը, Հովհաննես Շիրազը, հենց դրա վառաբացույցն են, որ Գյումրիում իրոք ծնվել են մարդիկ, Գյումրիում ապրել են մարդիկ, ովքեր թելադրել են ճաշակը, այն ոճը, որը ամբողջ աշխարհի կողմից ընդունվել է, գիտակից մասսայի կողմից ընդունվել է։ Գյումրեցին ունի սպეციფიկ բնավորություն, այն մանկական անմեղ երեխու բնավորություն ունի, էլի, եթե բնազդաբար զգաց, որ լավն է, դիմացին է, միանգամից սիրահարվում է, նվիրվում է, ամեն ինչ տալիս է։ Եթե զգաց, որ խաբում են իրեն, շատ կտրուկ արձագանք է ստանում։ Դա նաև քաղաքականության մեջ է այդպես, այս անցյալ տարիները ցույց են տվել, որ եթե գյումրեցին նվիրվում է, ուրեմն մանկական անմեղությամբ է նվիրվում։ Եթե հագարակվում է, այն շատ չոր, սարդ տարբերակն է տալիս, որ դիմացինը հասկանա, էլի չի կարելի նմանատիպ անկեղծ բնավորություն ունեցող մարդուն խաբել։ Խոսելով Գյումրու մասին չենք կարող անմասն թողնել մեր Վարպետաց փողոցը։ Այն հայտնի է իր կոգիկ, գեղեցիկ տեսքով, իր մաքրությամբ, որպես ճեմուղի բոլոր տուրիստների համար գրավիչ է։ Այստեղ են գտնվում նաև մեր մեծերի տուն-թանգարանները։ Հենց նոր մենք անցանք Շիրազի տուն-թանգարանի կողքով։ Նրան է հետևում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը։ Քիչ առաջ մենք խոսեցինք իրենց մեծությունների մասով, թե ինչպիսի գիր եւ գրականություն են թողել մեզ, մեր սերունդներին, որպեսզի յուրաքանչյուր հայ հասկանա, ովքեր են իրենց նախնիները եղել։ Հենց պատանի Կարենն է, որ այսօրվա Կարենին ոգեշնչում է, որովհետև յուրաքանչյուր կյանքի ուղի Կարենի համար ունեցել է եւ դառնություն, եւ դժվարություն, եւ հաճելի պահեր։ Պատանի Կարենը հիմնականում երկընտրանքի առաջ էր կանգնած, մնալ հայրենիքում, քաղաքում, թե արտագաղթել Եվրոպա եւ փորձել նոր կյանք սկսել։ Որտեւ այստեղ այդ տարիներին էլ անելիք չկար, այդպես էր թվում, կամ պետք է բանվորություն աներ, լծվեր այդ տանջալից աշխատանքին, կամ գնար Եվրոպաներում փորձել նոր բախտ որոնել, հա։
եւ այդտեղ մայրս մեծ դեր խաղաց իր մի հայացքը, որ ես չեմ ուզում, որ իմ տղան ինձանից հեռու գտնվի, այդ հայացքը ոնց որ մտնելով իմ մեջ, հա, երևի մի շաբաթ 10 օր հա տանջում էր։ Ունեի ընկերներ, ովքեր Եվրոպայից ասում էին, արի այստեղ ամեն ինչ լավ է, դե այդ կադրեր են ցույց տալիս այնտեղից բան, դե տարբերություն հսկայական էր, այստեղ ունենք ավերակներ, ունենք դոմիկներում դպրոցներ, տնագային պայմաններում եւ այնտեղած է չքեղությունը, բայց ի վերջո բնազդը հաղթեց եւ ես որոշեցի, որ մնում եմ այստեղ եւ սկսում եմ այդ պատանեկան կյանքը հենց բանվորությունից եւ լծվեցի այդ աշխատանքին։ Մոտ 1-2 տարի բանվորություն անելուց հետո արդեն կամաց կարիերայի առաջընթաց եղավ։ Հետո աստիճանաբար եկանք միտեղ հասանք, որտեղ արդեն սեփական նախաձեռնությամբ ստեղծեցինք մեր բիզնեսը երկու եղբայրով եւ այդպես տարին տարվա վրա, ամիս ամսվա վրա, շաբաթ-շաբաթվա վրա մենք աճը արձանագրեցինք եւ ունենք այսօր այն ինչ ունենք։ Գյումրու կարևորագույն խնդիրներից մեկն էլ մեր ծայրամասային թաղամասի, մսի կոմբինատի, բլոկադայի վերածված ճանապարհներն են, քանի որ մի ամբողջ թաղամաս այս մեկ երկաթգծի պատճառով չի կարող զարգանալ։ Յուրաքանչյուրս մեր հերթին պետք է այս հարցը բարձրաձայնենք, այն մագարտակի հասցնենք, որպեսզի պատկան մարմինները հասկանան, որ կարելի է այստեղ մեկ շլանգբավո կառուցելով ամբողջ մի թաղամաս դուրս բերել այս ճգնաժամից։ Այս ճանապարհի կառուցումը, այս շլանգբավոների տեղադրումը նաև մեր քաղաքի համար ստրատեգիական է, քանզի Գյումրին Երևանին կապող մայրուղին ամբողջությամբ մեկ ճանապարհի հույսին է։ Այն էլ Աստված մի արասը, եթե կամուրջին մի բան պատահի, ուրեմն նաև քաղաքը կպարալիզանա, որևիցե պարագայում եթե պետք լինի էվակուացիա եւ ժողովրդին անվտանգ տեղափոխում, նաև այդտեղ մեծ դժվարություններ կառաջանան։ Դրա համար պետք է յուրաքանչյուրիս պարտք կլինի, որ այս հարցը յուրաքանչյուրս մեր հերթին բարձրաձայնենք, թմկահարենք, որպեսզի պատկան մարմինները զբաղվեն այս ընդամենը 30-40 մետր ճանապարհի կառուցմամբ։ Ինչու որոշեցիք մտնել մեծ քաղաքականություն։ Տեսեք, իմ բնավորությամբ ես ակտիվ մարդ եմ եւ շփումներին ցկտող մարդ եմ։ Եթե օրվա մեջ քիչ են շփումներս, ավտոմատաբար իմ տրամադրության վրա ազդում է։ Հիմա բնությունը այդպես է ստեղծել, որ ես սիրում եմ շփվել, սիրում եմ նոր ծանոթություններ, սիրում եմ նոր աշխատանք։ Եվ այդպիսի բան սիրող մարդը ինքնաբերաբար մտնում է հանրային կյանք։ Իսկ հանրային կյանք մտնելով դա նոր ճանապարհ է, նոր դժվարություններ են եւ փորձում ես փուլ առ փուլ հաղթահարելով գնալ։ Գալիս է մի կետ, որտեղ հանրային կյանքում խաչվում ես քաղաքականության հետ, որովհետեւ տարբեր միջոցառումներ կազմակերպելուց, տարբեր պետական ապարատների հետ շփվելուց հասկանում ես, որ այդտեղ էլ անելիք ունես, որովհետեւ առանց այդտեղած անելիքի հանրային դաշտում քո աշխատանքը թերի է լինելու։ Բաներ կան, որ օրենքներ կան, որ պետք է ենթարկվես, չես կարող դուրս գաս, բայց եթե այդ օրենքը սխալ է գրված կամ սխալ է կիրառվում, դու ներքաշվում ես հենց այդ սխալ ուղղելու մեջ։ Այդ ներքաշվելով արդեն բախում ես քաղաքականությանը։ Ուրեմն կամ պետք է զբաղվեր շարունակությունը քաղաքականությամբ, որովհետեւ հանրային կյանքում կարողանալ իրականացնել այն գաղափարները, այն մտքերը, որոնք ունես, կամ պետք է թողնել այդ ամեն ինչը եւ միմիայն բիզնեսով զբաղվել։ Քանի որ նշեցի բնավորությունս այնպեսին է, որ սիրում եմ շփումներ, նորություններ, ես որոշեցի, որ պետք է նաև զբաղվեմ քաղաքականությամբ։ Այ եթե դուք ունենայիք կախարդական փայտիկ, ինչը կփոխեիք Հայաստանի Հանրապետությունում այսօր։ Առաջին հերթին մթնոլորտ կփոխեի։ Մթնոլորտ, որ մարդը հասկանա, որ իր ամենամեծ ձեռքբերումը մարդկային հարաբերություններն է, այլ ոչ թե
մի քանի շենքեր ավել ունենալը կամ պրինցիպի համար վնաս տալ հասարակությանը, ինչա թե իր խոսքը ավելի ճիշտ դուրս գա։ Հենց այդ կախարդական փայտիկը այդ մեկ բանի համար կօգտագործեի, որովհետեւ փոխվեր մթնոլորտը։ Մթնոլորտի փոփոխության արդյունքում կստանանք այն բոլոր դրական բաները, ինչի մասին երազում է հասարակ մարկանացում։ Ասացեք խնդրեմ, պարոն Սիմոնյան, ո՞րն է Գյումրիի այն ուժեղ կողմը, որը չի օգտագործվում։ Գյումրին շատ ուժեղ կողմեր ունի։ Այդ 2000-ականների սկզբին Գյումրին փորձեց ուղղել իր մեջքը, ցույց տալ, որ սա այն քաղաքն է, որը արժանի չէ փլատակների, եւ հենց աղետի գոտու վերակառուցման այրուձի բաժինը հասավ 2000-ականների սկզբին, շինարարությունը մեծ թափ հավաքեց, մեծ ծավալով առաջ գնաց, այդտեղ մարզադպրոցների կառուցում, վերակառուցում, դպրոցների, մանկապարտեզների, բնակելի շենքերի, թաղամասերի եւ հենց այդտեղ Գյումրին հասկացավ, որ ինքը ունակ է մեջքը ուղղելու եւ առաջ շարժվելու։ Ցավոք արձանագրենք, որ այսօր կան նաեւ տնական տնտեսություններ դեռ մնացած, եթե իշխանությունները փորձեն այս վերջին 8 տարվա մեջ այդ 2000-ական թվականների 5%-ի չափ մտածել Գյումրու մասին, ուրեմն մենք վաղուց պետք է ազատված լինենք այդ տնակներից։ Գյումրին պոտենցիալի 10-15%-ով է այսօր շարժվում առաջ։ Եթե Գյումրու վրա մի փոքր սեր տրվի ճիշտ կադրային քաղաքականություն, Գյումրեցուն տալ այն, ինչ գյումրեցին է պատրաստ տալ յուրաքանչյուր իշխանությանը, ուրեմն Գյումրին իր ողջ զինանոցը ցույց կտա եւ Հայաստանին եւ ամբողջ աշխարհի հայությանը եւ ինչու՞ չէ նաեւ ամբողջ աշխարհի ժողովրդին։ Մեր Գյումրու կենտրոնի սիրուն վայրերի հակառակ կողմն էլ կա, թաղամասեր կան, որոնք դեռևս զարգացած չեն, փողոցները անմխիթար են, մեր տնական տնտեսությունը դեռևս մնում է անհուսալի վիճակում։ Այս վերջին 8 տարիների ընթացքում եթե մի փոքր կամք դրսևորվեր, ուրեմն մենք անպայման կունենայինք այն ելքը, որ Գյումրին վերջնականապես կազատվեր աղետի կոդի պիտակից։ Հուսով ենք, որ փորձելու ենք ջանք գործադրելու միջոցով մի օր վերջ դնել այս ամենին եւ տնագում բնակվող գյումրեցին եւս հասկանա ինչ բան է նորմալ պայմաններով ապրելը։ Այսօր Գյումրիի երիտասարդությունը շատ համարձակ համար առաջադեմ երիտասարդություն են։ Ցանկանում են որևիցե այլ երկրում ինչ-որ լավ բան տեսնելով գալ եւ իրագործել այստեղ։ Շատ դեպքերում նաեւ կրեատիվ մտքեր ունեն, որ ես այսքան շրջագայել եմ տարբեր երկրներում, չեմ տեսել այդ մեր երիտասարդների արտահայտած մտքերի պատկերը։ Եթե երիտասարդությանն էլ կարողանանք համախմբել եւ իրենց մտքերն ու գաղափարները իրագործենք, ուրեմն գալիք սերունդները մի քանի անգամ ավելի լավը կլինեն, քան նույնիսկ մենք ենք։ Ինչպիսին է այսօր Գյումրու մշակութային կյանքը։ Շփվում եք արդյոք դուք մշակութային գործիչների, սպորտսմենների հետ։ Դա մեղմ է ասած շփվում եք, որովհետև ես իմ օրը անցկացնում եմ իրենց մեջ։ Դե այստեղ չեմպիոնների դարբնոց է Գյումրին, բոլորդ լավ գիտեք, մեր օլիմպիական չեմպիոնները։ Գյումրին տվել է այնքան չեմպիոններ, ինչքան ամբողջ Հայաստանը չի տվել։ Դա փաստերն են արձանագրում։ Մշակութային կյանքը, նայեք, մենք ունենք վաստակավոր արտիստներ, ովքեր նեղ եւ սուղ պայմաններում փորձում են ստեղծել, փորձում են ստեղծագործել, փորձում են երիտասարդներին կրթել։ Հենց դա այն տեսակն է, որ գյումրեցուն հարիր է, որ ամեն ինչի մեջ գումարը չի տեսնում։ Մեր կենտրոնական փողոցներում անմիջապես զգացվում է երիտասարդների ստեղծագործ ոգին։ Ամեն երեկո կարող ենք ականատես լինել այստեղ երաժիշտների, նկարիչների, արվեստագետների, ովքեր զարդարում են Գյումրին իրենց ոգով, իրենց շնչով։ Բայց տեղափոխվելով ծայրամասային թաղամասեր, մենք այլ պատկերի ենք ականատես լինելու։
ձեր թիմի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբված են մարդիկ, որոնք աչքի են ընկնում պատվախնդրությամբ, բարությամբ, նրբանկատությամբ, շատ բարեկիրթ են։ Ասացեք, խնդրեմ, որ գաղափարի շուրջ եք դուք համախմբված, ձեր կարծիքով։ Ես ավելի շատ տեսակի համախմբում ասեմ, հետո նոր շարունակեմ գաղափարը, որովհետև մարդկային տեսակավորում կա։ Եթե զգում ես, որ քո տեսակը այնտեղ չկա, չես ուզում ընդհանուր բան ունենալ։ Մեր տեսակի ցանկությունը ո՞րն է։ Անթասիբ չլինելը, չունենալ պատվից վեր որևիցե բան եւ յուրաքանչյուր ոլորտում պահել քեզ տղամարդու պես, հետո նոր քաղաքական գործչի կամ մասնագետի։ Այսինքն այդ տեսակի հարցը առաջ բերելով դրանից նաեւ ծնվում է գաղափար։ Այն գաղափարը, որ հայը չի կարող նվաստացած ապրել։ Հայը կամ ապրում է հբարտ, կամ մեռնում է։ Եթե բոլորիս մեջ այդ ամենը արմադանա, ուրեմն ցանկացած նեղ եւ դժվար ժամանակներ կհաղթահարվի եւ կշարժվենք առաջ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը կանգնած է բազում սպառնալիքների առջև եւ դրանց լուծման ձեր տեսլականը ո՞րն է։ Շատ են այդ սպառնացող վտանգները։ Տեսլականից եթե խոսենք, եւս 4-5 ժամ պետք է, որ կարողանամ ասել, թե ոնց ենք մենք պատկերացնում երկրի ապագան, բայց համար առաջին նորից գալիս ենք այդ պառակտվածության վերջ դնելու։ Յուրաքանչյուր նախադասությունում պետք է գտնել միավորող բառ, այլ ոչ թե պառակտող։ Քաղաքականությամբ զբաղվելով բնականաբար ունենում ես քննադատներ։ Եթե այդ քննադատությունը տեղին է, չափի մեջ է, սահմաններ ունի, կարմիր գծեր չի հատում, ուրեմն չպետք է քեզ թույլ տաս վիրավորանքով պատասխանել այդ քննադատությանը։ Եթե քաղաքականության մեջ գտնվող մարդիկ կարողանան այդ կամքը դրսևորեն եւ այդ կարմիր գծերը չանցնեն, ուրեմն դա ամենաառաջի քայլը կլինի մեր ապագայի զարգացման, ապագայի տեսլականին հասնելու համար։ Բավական է կենտրոնից դուրս գանք Գյումրու եւ միանգամից կբախվենք կարևորագույն խնդիրների, որոնցից մեկը մեր Գյումրու աղբավայրն է, որ էկոլոգիային մեծ վնաս է հասցնում, մեր մուշ թաղամասին, մեր բուլվարային թաղամասին, մեր քաղաքացիները, երեխաները ամեն առավոտ շնչելով էս աղտոտված օդը լուրջ վնաս են հասցնում իրենց առողջությանը։ Պետք են բացի քաղաքի կենտրոնական մասերից, որտեղ տուրիստական աչքերով նայած ամեն ինչ լավ է, ամեն ինչ հիանալի է, նաև ուշադրություն դարձնենք ծայրամասերին, պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով այստեղ, փորձենք այս հարցի լուծումը գտնել։ Աղբի վերամշակման գործարան կառուցելու պայմանով կլինի, թե ինչ պայմանով կլինի, այս աղետին պետք է վերջ տանք։ Շատ կուզենայի լսել հոգևոր կյանքի ներգրավվածության մասին Գյումրիում այսօր, ինչպիսին է։ Այն թվերից, երբ որ առավոտ արթնանում ենք, ես միշտ տեսել եմ մորս աղոթելով։ Միշտ սրբի դեմ աղոթում էր։ Երեխա ժամանակ հարցնում եմ, մամ, ամեն օր այդ աղոթելով ինչ ես ունենում, էլի։ Մաման ասում էր, որ աղոթում եմ ձեր համար։ Մինչև այսօր, երբ որ այս տարիքում մորս տնից դուրս եմ գալիս, հետևից դուրս է գալիս եւ ավտոմեքենային խաչակնկում է։ Ավելի պատանի հասակում, ավելի երիտասարդ հասակում, ասում են լավ էլի մամ, էլի, իսկ հիմա կարոտում եմ դրան։ Անկեղծ կարոտում եմ, որովհետեւ գիտեմ, որ գալու է մի օր, որ ես չեմ տեսնելու այդ պատկերը, որ մայրս այդ աղոթքը տալու է։ Հոգևոր կյանքը ակտիվացավ մեր սրբազան Միքայել Աջապայանի օրոք, յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր քաղաքի վայրում, հա, այսպես, որտեղ ունենք քանդված եկեղեցիներ, փորձեց ներգրավել մարդկանց, ովքեր կարողացան իրենց բարի գործը դնել եւ վերակառուցել այդ ամենը։ Եվ այդ օրերից սկսվեց մեր եկեղեցու լեփլեցուն լինելը։ Ամեն տարի զգում ենք եկեղեցու հանդեպ սերը, ամեն տարի զգում ենք ավելացումը մարդկանց քանակի եկեղեցու հանդեպ իրենց
նվիրվածությունը։ Նորից ցավով արձանագրենք, որ այսօր Միքայել Սրբազանը կալանքի մեջ է, թեև տնային, բայց դա նաև մեր ամոթն է։ Ես միշտ Միքայել Սրբազանին համեմատել եմ տանեն մեծ պաբիգի հետ, ով առավոտ արթնանալով փորձում է տան մեջ եղած խնդիրներից խոսել, բարձրաձայնել եւ մի տեղ էլ այդ բառը օգտագործեմ քորլուղ տալ, հա, տան անդամներին, որ այսպես է, սա ինչի այսպես չեք անում։ Հիմա այդ տան անդամներից կարող է կեսին դուր գալ, կեսին դուր չգալ։ Բայց հալալ է այն տանը, որ իր դուր չգածը չի արտահայտվում եւ իր հարգանքն ու մեծարումն է ցույց տալիս հենց այդ տան մեծին, սրդացավ է իր սեփական տանը։ Սրբազանը միշտ խոսում է ավելի կոշտ, ավելի բիրտ, բայց որևիցե վնաս տվող արտահայտություն չի արել այսքան ժամանակ։ Քննադատություն է ունեցել ցանկացած իշխանությանը, բայց մենակ այս վերջին իշխանություններն էին, որ նման վերաբերմունքի արժանացրեցին իրեն։ Հուսով ենք խելքի կգան եւ կհասկանան, որ սխալ ճանապարհ են բռնել։ Ինչից է սկսվում հայրենասիրությունը իրական։ Հայրական օջախից կարճած լինելուց։ Եթե մարդը իր հայրական օջախի գինն ու պատիվը բարձր է պահում, եթե նախնիներին հիշատակում է, իմանում է նախնիների պատմությունը, պապերի, հորերի եւ պապերի, հասկանում է իր ծնունդը որտեղից է եկել, իր ազգանվան կրողները ինչպիսի մարդիկ են եղել, հարգում է իր պապերի գերեզմանը, հենց այդտեղից էլ սկսվում է։ Չկա այնպիսի մարդ, որ ասի ես ջանդամ հայրենիքս թող լավ եղնի։ Յուրաքանչյուր մարդ, որ հայլում է շնայում է, առաջին իրեն է տեսնում։ Բայց եթե ինքը կարող է իր ինքնասիրությունը բարձր պահել, ուրեմն ինքը հայրենիքի պատիվն էլ բարձր կպահի, քաղաքինն էլ, թաղինն էլ, ընտանիքինն էլ, կնոջն էլ, երեխաներին էլ, հարևանին էլ, բարեկամին էլ։